Բակոսին հեռացնելու իշխանության ծրագիրը չիրականացավ, տեսակետներ կան նաև մամուլում տեղեկություններ, որ փորձ է արվում ընտրություններից հետո նորից վերադառնալ այդ թեմային, նաև դրանով է պայմանավորված, որ արդեն կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանն էլ պատարագի չի գնում, ներկուսակցական քարոզարշավի է, Էջմիածնի գանձերը Հայաստանից տանելու վերաբերյալ անգամ դատախազությունում որևիցե գործ չկա, հայտարարվում է, որ սա անբակորգոր հայտարարություն է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու իշխանությունը այս հարցում զատնի դրեց։ Նախ իշխանությունը այս հարցում զատնի չի դրել, այլև ջան, որովհետև այն process-ը, որը որ սկսել է, այլևս անդառնալի է, այլ հարց է, թե ինչ փուլում եւ ինչ ժամանակացույցում, ինչպես ասաց Ռուզանը, ինչ գործողություններ կարվեն, այդ գործընթացը սկսվել է Կտրիչ Ներսիսյանը որևիցե ձևով չի կարողանում ինչ ա եղել։ Չէ, ասում վաղուց չէի ասել Կտրիչ։ Ինչն է քեզ տենց ուրախացնում։ Չի ուրախացնում, ուղղակի։ Չեմ հասկանում անկե։ Լավ, մի շեղեք։ Որևիցե ձևով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում որոշումներ կայացնել, այդ process-ը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր բնականon ձևով, ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների, պետք է ինչ-որ ժամանակացույցներ անենք, բայց դե ասենք մարդու անձնական աղոթքի հետ կապված կարծում եմ ես չէ որ պետք է խոսեմ։ Նկատի ունեմ, որ ըստ էության այլևս ակտիվ չի այս թեմայով իշխանությունը։ Որովհետև ինչա։ Իվերջո 7-8 ամիս, այսպես ասած, Լսեք, հապարը մնացիր եւ արդյոք սա չի խոսում, որ Փաշինյանը այլևս չունի 10-ի այն չի խոսում։ որպեսզի ժողովուրդը Ոչ, չի խոսում։ Այդ խոսում է այն բանի մասին, որ Փաշինյանը ունի պատասխանատվության շատ բարձր աստիճան իր մեր երկրի, իր գործողությունների եւ հախուռն որևիցե բան չի անում, այլ ամեն ինչ անում է շատ հաշվարկված եւ իմանալով թե երբ ինչ է պետք անել եւ վստահեցնում եմ ձեզ, ասենք ես ուղղակի զարմանում եմ, մեկ-մեկի մոտ տպավորություն է, որ դուք տենց ուզում եք ասեք այն ինչին դուք հավատում եք, այլ ոչ թե այն իրականությունն է։ Լսեք, ես խոհանոցում նստած ջադուների բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ամեն ջադու, որ խոհանոցում նստած ինչ որ մեկի մասին խոսում է, բամբասում են, ես էլ իբր երեխա ունեմ, ինչ ասես, սաղի մասին ինչ որ բաներ են խոսում, հա։ Հիմա ես ստեղ կանգնած, դուք այսքան լրատվամիջոցներով, բա իմացաք մեր հարևան Վարդուշը իրանց սենյակում նստած ընկերուհուն բան պատմեց։ Երեխեք, թարգեք այդ ամեն ինչը, հա։ Հարցնում եք քաղաքական հարց, ասում եմ այդ process-ը ավարտվելու է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին մնացած բոլորով հանդերձ, հա, ինչքան ինստիտուտ կար, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը համընտրությունը կրեց, հեսա հաջորդ ընտրությունն է կրելու եւ այլն եւ այլն։ Ինչ եք ուզում հասկանամ, հետքալ չենք անում, լսեք, չէ, որովհետեւ չենք ուզում որևիցե ձևով այնպիսի բան անենք, որը որ կարող է ընկալվել Հայաստանի Հանրապետության վարկանիշին կամ Հայաստանի Հանրապետությանը վնասելու։ Դա ինչ է նշանակում, պարոն Սիմոնյան, դա ինչ է նշանակում։ Լավ դե հիմա հարց տամ, էլի։ Լավ դե հիմա այն դու սկզբից հենց անձամբ դու եկել ես ստեղ, ինձ ասում էիր, սա հարցակում է եկեղեցու վրա։ Դրանից հետո եպիսկոպոսները սկսեցին մեկը մյուսից հերթ չտալով հրաժարվել եւ միանալ։ Եկաք ասեցիք, եկաք չասեցիք, բայց այդ մարդիկ լավ էլի մի խնդրում եմ, ժողովուրդ, ամեն մի լույս, եթե հիմա ստեղ մի հատ լույսը անջատվի, դա չի նշանակում, որ շենքում լույսի խնդիր կա։ Ամեն մի քայլը գալ ասել, ահա, ձեր մոտ չստացվեց եւ չգալ ասել, ահա, լսեք, ադմինիստրատիվ ռեսուրս չեք տեսել, որ ադմինիստրատիվ ռեսուրս տնակ, Կտրիչ Ներսիսյանին կկանդալեն, կտանեն, հանգստացեք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։